Հնարավոր է, որ Ադրբեջանի ախորժակը չբավարարվի։ Այն պայմանները, ինչ որ նա թելադրում է, այդ պայմանները ուղղակի չստանա իր թելադրածի այդ արդյունքը պայմանը։ Շատ է խոսվում, որ Հայաստանը կանգնած է Սյունիքի կորստի շեմին։ Շատ է խոսվում։ Դուք էլ դրա մասին գիտեք շատ լավ։ Ու դուք գիտեք նաև սպասվող վտանգի մասին։ Չգիտեմ ինչու չեք ցանկանում բարձրաձայնել։ Ես վտանգը տեսել եմ մարտի 14-ին, հարգելի Արեգ։ Եվ բարձրաձայնել եմ։ Բա խոսեք դրա մասին, մենք ժամանակին իմանանք, պատկան մարմինները ինչ որ ձևով ձեզ ականջալուր լինեն, իրենց քայլերը ժամանակին նախապատրաստեն։ Ես ձեզ ասեմ, որ գերտերությունները, նրանք այդ պատկան մարմինները այնտեղ ունեն համապատասխան ծառայությունները եւ գաղտնի ծառայություններն են դրանք եւ համապատասխան եւ հոգեբանական այդ կենտրոններն են։ Նրանք առաջ որնորդում են իրենց սկզբունքներով, քանի որ գերտերությունները ինչ որ որոշում կայացնում են, մենք այս դեպքում հուսամ որ մանրադրամ չենք։ Դեռ հնարավոր է կանխել ողբերգությունը։ Այո, հնարավոր է։ Գիտեք ինչու, հարգելի Արեգ, անցած տարի մոլորակային դիրքերը շատ բարդ էին։ Երբ ես խոսում եմ այս տարի ճիշտ է իջնող հանգույցի վրա, իսկ իջնող հանգույցը դա հանգույցը աստղաբանորեն արև եւ լուսին այդ երկու մոլորակների լուսատուների հատման կետերն են ուղեցրել։ Դա հնարավորություն չի տա։ Նրանք կցանկանան անցյալից ինչ որ իրավիճակներ, ինչ որ պահանջներ դեն, բայց կարծում եմ որ չստացվի։ Լուսինը ինչպես է տրամադրված Հայաստանի հանդեպ։ Լուսինը թույլ մոլորակ է, Լուսինը ընդհանրապես նա առօրյա մեր կենսական այդ հարցերն է լուծում, հա, բայց քանի